Հարց է առաջանում, թե ինչու այս թիվ 1 եւ գլխավոր ստախոսը փոխեց իր կարծիքը 2 ամիս անց, որովհետեւ իրենց ներքին հարցումները ցույց են տվել, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշը շրիշակից էլ ցածր է ու այնքան է ընկել, որ հավասարվել է իրենց այս չեղած անորակ ասֆալտին ու ասֆալտային վարկանիշը, ինչպես դու նաև քո Facebook-յան էջում գրառում էիր կատարել այդ մասին, այո, ու մտածեցին ինչ անեն, ոնց անեն եւ որոշեցին, որ պետական բյուջեի հաշվին պիտի մեր խեղճ թոշակառուների ձայները գնեն ու բարձրացնելով կենսաթոշակը։ Սա այն նույն տարբերակն էր, որ պետական բյուջեի հաշվին ինքը իր թիմակիցներին պարգևավճարներ է բաժանում, դա էլ է յուրօրինակ ընտրակաշառքի ձև։ Ես հիշեցնեմ, որ Նիկոլ Փաշինյանի գաղտնի որոշմամբ 3 միլիարդ դրամի կամ շուրջ 8 միլիոն դոլարի պարգևավճար է բաժանվել Նիկոլ Փաշինյանի թիմակիցներին։